պատմեք ում նկարներն եք պահում։ Սա իմ քերին է։ Ուրեմն իմ քերին ռուսերեն եմ ասելու թե հայերեն ուզում իմանալ։ Ինչպես։ Չէ, ուղղակի եթերը որտեղ է գնալու, ձեզ հայերեն է գնալու։ Որտեղ այնտեղ աբրևիատուրաներ կան, վտարայա տան, լավ, հեսա կփորձեմ։ Պատերազմը հենց որ սկսվեց, հաջորդ օրը հատուկ ավիաատրադներ ստեղծվեցին для выполнения спецзаданий։ Եվ այդ отряда, որ ստեղծվեց, դրանց այդ отряդի մեջ Գևորգյան Ռուբենն էր, մայրիկիս եղբայրը։ Ինքը առհասարակ առաջի անգամ որ նայել է երկնքում տեսել է ինքնաթիռ, սիրահարվել է ու արդեն դեռ 17 տարեկանը չլրացած гнացել է բանակ, մինչև պատերազմը սկսելը։ Պատերազմի հաջորդ օրվանից իր призывной листе մեջ գրած է, հենց հաջորդ օրվանից он призвался. Есть такой авиаотряд, называется второй авиаполк, авиатранспортная дивизия авиации дальнего действия, այդպես այդքանը չեմ կարող աբրևիատորով հատ հայերեն ասել, եւ իրանք ոչ միայն ֆրոնտի գծի վրա էին իրականացնում գործողություններ, այլև գնում էին թիկունք եւ թիկունքում օգնում էին պարտիզաններին, իրենց տանում էին զինամթերք եւ առհասարակ սովորական ուտելու մթերք, ել չեմ ասում որ վիրավորներ պարտիզաններին հանում էին դուրս, это всё в тылу врага, այսինքն հենց թշնամու թիկունքում եւ ինքը 315 боевой вылет ունի, որից ուրեմն 26-ը պասատկայով է եւ իրենք այդ գործողությունները անելուց չի ավարտվել իր պատերազմը 45 թվականին, որովհետև պատերազմից հետո ստեղծվեց ՍԿԿ, ռուսերեն Союзная контрольная комиссия։ Կոնկրետ ինքը այդ Ռումինիայի կոնտրոլնի կոմիսիայում էր, այդ аэроդրոմում եւ իր նագրադնոյ լիստերի վրա հենց տենցել այդ печати վրա գրած է аэродром особого назначения Բուխարեստ։ Հասկանում եք, այսինքն ինքը 45 թվին չի վերադարձել, բայց ես մի հատ է փոքրիկ պատմություն ասեմ, մյուս քերուս մասուն ուղղակի ձեռքերս այդքան բան չի կարող բռնել ծանր, հա, մյուս քերիս էլ վիրավորվել է հենց պատերազմի առաջի Կերչում։ Եվ այդ ժամանակ քերիկինս երազատես է, որ օծը կծեց ոտը, ամուսնու եւ առավոտյան արթնանում ասմատեր իմ Աստված, գուրգենին խփեցին, մահացավ, բայց կարող է հանկարծ փրկվեց։ Եվ այդպես է ստացվում է, որ ուրեմն քերիս իր վիրավոր ընկերոջ համար գնում է ջուր բերի, բայց իսկապես ինչ որ տեսել էր Շուշանիկ քերեկինը, այդպես էլ կա։ Ուրեմն ինքը հենց տեղից վերականում, որ այդ վիրավոր ընկերոջ համար ջուր ճարի բերի, մի րոպե հետո մի քիչ ինքը հեռանում է, սնարյադը խփում է այդտեղ։ Եվ զոհվում է այդ ընկերը, իսկ իրան ասկոլիկը խփում է ոտին։ Բայց իրանք քանի որ окружениայի մեջ էին, ուրեմն մի շաբաթ այդպես քարշ տալով ոդկը, те, которые остались в живых, քարշ տալով միջև մերոնց են հասնում, ոդկը դառնում է մի հատ կաշա։ Ու դրա համար ոդկը ամպուտացիա են անում, բայց տատիկս ամենաերջանիկ տատիկներից է, որ երկու զավակներն էլ վերադարձել են ողջ, ճիշտ է, առողջ չի կարելի ասել Գուրգենի համար, մեծ քերուս համար, որովհետև ամպուտացիայով վերադարձավ, բայց ողջ։ Ու այդտեղ ուզում եմ հիշեմ Ֆելցմանի, կոմպոզիտոր Ֆելցմանի եւ Ռոբերտ Ռաժդեստվինսկիի մի հատ երգ կա Կրասկի, բալադա о красках։ Այսինքն մի եղբայրը կյաժ էր դեղին մազերով, մյուսը սև մազերով էր։ Ու այդ երգի մեջ գրվում է, որ երկու եղբայր գնում են բանակ, բայց երկուսն է սպիտակ ճերմակած մազերով վերադառնում են ու ասում է ամբողջ գյուղացիներով, քանի գյուղ են կողմ, մենակ այդ մի կինն էր, որ իր երկու զավակները վերադարձան, իմ տատիկս այդպեսին է եղել երջանիկներից։ Всех с праздником, բոլորիդ շնորհավորում եմ, մեր նորանոր հաղթանակներ տոնենք, այսպես երջանիկ եւ ուրախ ժպիտով։ Победа будет за нами. Победа будет за нами.